Ում չբարևեցի։ Այս կողմը բարևե։ Երեխեք եկավ։ Դե ասեք տենամ հլը խի ջուր չունեք։ Ո՞վ է ձեր ջուրը կտրել։ Մենք հենք կտրել ձեր ջուրը։ Հա։ Չի կարասի, վաճառը ինչնա բադե։ Սարքել են, վերանորոգել են։ Հա։ Ընդեի ծաղագին ջուր էր գնում ու իրաց ջուրը ապահովում էր դեից։ Բայց ինչով է խողովակով թե առանց։ Նախ համակարգ կա գյուղում ջրի։ Այո։ Ներքինը կա։ Դե բաց Որտե՞ց ենք բերում։ Հիմա բերում ենք, այսպես ենք հաշվում։ Հա։ Մինչև մի 15 օր ջուրը։ Ահա։ Всё։ Էտեն լուծեցինք։ Այս ճամփեն էլ սարքում ենք։ Այս մի ճամփեն էլ ենք սարքում, տեղ կա սարքելու ու այսինքն հա չէ մի հատ էլ հələ դեպի Գորիս ենք ճամփա սարքելու ոնց որ։ Գյուղում մեքենա ունեցող ինչքան ժողովուրդ կա։ Մեքենա ունեցողներ կան, բայց դե մի քիչ հասկանալի է որ ճանապարհը այս վիճակին մեքենայը կփչանա, դե սարքում է, հա, բայց միան ինչ էլ ասում եք չեմ ներում, ամեն մեկն էլ չէ, կարում է օգնում։ Да если собственной машины нет, ничего. Իսկ ինչով եք զբաղվում։ Անասնապահություն է, հողագործություն է, Шакаруем это. Մեկ յոլագում եք։ հասցնում եք։ Вопросов много, Марон Харцель Шаткан. Харцель Шаткан, Микитян, немножко что писят. Нехорошо же. Ուրախ հիմար 3 բան է պետք։ Խաղաղություն է պետք, ճամփա է պետք։ Հենց ճամփեն խաղաղություն եղավ, ճամփեն եղավ։ Ճամփեն սարքվի, արդեն պիտի դուք էլ մի քիչ ակտիվ լինեք, որ տուրիստ կա գնա, այս որ դեպի բան այդ թասի ճամփեն էլ սարքեն։ Դպրոցը ինչ վիճակում աշխատում է նորմալ։ Նորմալ, հա, նորմալ ժամը 9-ից։ Դպրոցի վիճակ չունի, անբարեկարգա։ Բայց թազա դպրոց նախագծում կա, Հա, Որտեղ կրթահամալիչ։ Իսկ պարոն Փաշինյան, Մենք բացառություն ենք վերանորոգում համար։ Որ երեք այս սահմանամեր Բարձրավան որոտան կարևոր է շատ իրարից հեռու ճանապարհները չեն ունենում։ Միակ բացառությունը որ համակարգից տեղի որ չենք խոշորացնում երեքը, որտեղ շատ հեռու են դառնում իրանք էլ դուքն որ սարքում է, բայց շինարարություն։ Չէ, համալիրան նախատեսված, բայց հիմա բան է։ Ո՞վ է դպրոցը տնօրեն։ Հիմա հիմնանորոգվում է։ Դեռ նախագծային process-ն է։ Քանի աշակերտ ունեք։ 46 Շատ լավ։ Սպորտի դահլիճ կա։ չկա։ Դե առանց սպորտի դահլիճ ինչ դպրոց։ Երևի նոր կորպուս է։ Առանց սպորտի դահլիճ ինչ դպրոց։ Իհարկե, եթե գյուղը չլճանա, մեզ պետք է բարելավ։ Շատ լավ, դե ջրի հարցը լուծվում է փաստորեն, ճամփի հարցը լուծվում է, մնացածն է գնանք մտածենք ոնց լուծենք։ Ջողի կյանքը։ Այս սկզբում որ մենք եկել ենք, գյուղ մեզ ունեինք մեծ բան, Երբեք եկել։ 90 թվին։ Ունեինք մեզ հնարավորություն միացնում էինք, ջուրը ջրում էինք, բանով, նասոսով, գետից վերցրած, այդ երաշխավորում էր գես։ Իսկ հիմա այդ չկա, ամի մեկը իր համար նասոս դրի, թե ջուր ենք հաշում, էդի խնդրի լուծում չի։ Հիմա մենք դիմել ենք, ասենք մեր քաղաքապետը մեզ ասելա, որ կգա, տրանսպորտ կգա կսարք։ Օրվա կարգավորիչ կայանա, այս բանով, ջրամբարը պետք սարքել, պետք է կուտակել ջուրը ու բաշխել։ Պարոն Արոշանյան, սուբվենցիոն ծրագրով չենք կարող այս ռոռոքն համակարգած։ Բայց հենց հիմա սարքում են, ռոռոքն համակարգը սարքում է, բան վարշապետ։ Խողովակները 90% կաշած է։ Ճանապարհ ուղղակի շինարար տակը պետք է որ միացում տան, բասեյներն էլ ասացին։ Ես չասել եմ ինչ որ կատարում։ Մեզ չունենք, ասենք, հեսա, այս ժողովրդի պիտի դրսում լինի։ Հերթով, ժողովուրդ ջան, հերթով, ջուրը, ճանապարհը, ռոռոքման համակարգը, դպրոցը հələ եկեք անենք, հեսա որ դպրոցը լինի, դպրոցում դահլիճել լինի, պարտադիր չի մի հատ դահլիճ դպրոցում լինի, մի հատ դահլիճել ուրիշ տեղ լինի։ Մենք հիմա բոլոր տեղերը դպրոցները որ սարքում ենք, ասում ենք այդ դահլիճները, տարածքները հավասարապես գյուղի համար է։ Մեծերն էլ պետք է իրիք ունենան, սպորտով զբաղվեն, այս ամենները։